Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տոնական եթերում կզրուցենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի, հավերժ գեղեցիկ կին Սյուզան Մարգարյանի հետ։ Բարի երեկո տիկին Սյուզան։ Բարի երեկո սիրելի Լուիզան։ Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի առթիվ, այս գեղեցիկ մեկամսյակի մեկնարկի առթիվ եւ շատ ուրախ եմ, որ այս գեղեցիկ օրը գեղեցիկը զարդարել է մեր տաղավարը։ Անչափ շնորհակալ եմ։ Օգտվելով առիթից իդեմս ձեզ ուզում եմ շնորհավորել մեր բոլոր հայուհիներին, հատկապես այն կանանց, որոնց որդիները այսօր չեն կարող շնորհավորել իրենց մայրիկներին, ուզում եմ շնորհավորել, խոնարհվել եւ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել նրանց, եւ եթե դուք այսօր խոսք ունեք մեր կանանց, սիրով դուք էլ շնորհավորեք, նոր կսկսենք մեր զրույցը։ Իհարկե ունեմ եւ դուք շատ ճիշտ նշեցիք առաջին հերթին մեր որդեկորույս մայրերի տոնն եմ ուզում շնորհավորել։ Ես հասկանում եմ, որ մենք շատ դժվարությամբ ենք հիմա տոնական օրերը հիշում, որովհետև մեր սրտում շատ մեծ ցավ կա, որևէ մեկս չեն կարող թաքցնել դա։ Մենք ունենք Արցախ աշխարհի կորուստ, մենք ունենք զոհված հազարավոր երիտասարդներ, ունենք մայրեր լացող, տխրող եւ մենք ունենք գերիներ թշնամական երկրում, այս ամենի հետ մեկտեղ փորձում ենք ուժ գտնել եւ երևի թե կանայք հենց այդ լոկոմոտիվն են, որ ավելի շատ են իրենց վրա բեռ վերցնում, ես այդպես եմ կարծում, բայց ուզում եմ տոնական օր է եւ ուզում եմ շնորհավորել, արդեն երևի գեղեցկության մասին էլ հաճախ չենք ասում, ավելի շատ ուզում ենք լինել առողջ, որովհետև բոլոր փորձությունները եւ ստրեսերը բերում են տարատեսակ հիվանդությունների։ Այսօր ցավոք սրտի դա էլ է շատացել։ Ամեն դեպքում տոնական օր է, գեղեցիկ տոնական օր է, մենք ունենք մեր մանկության հուշերը այս գեղեցիկ տոնի հետ կապված, այնպես որ շնորհավոր Մարտի 8։ Շատ շնորհակալություն տիկին Սյուզան եւ ես կարծում եմ, այո, հենց շատ էի ուզում, որ այս օրը հենց ձեզ հետ խոսենք գեղեցիկի մասին, կանացիության մասին, մայրության մասին եւ ավելի քան վստահ եմ, որ այսօր մեր զրույցը շատ հետաքրքիր է լինելու մեր հայուհիների համար։ Սիրով։ Когда я впервые услышал ее голос, я понял, что она не только способная, но очень способная и очень перспективная, Ей уготовано прекрасное будущее. Так и получилось. Այս խոսքերը մայստրո Կոնստանտին Օրբելյանի խոսքերն են, երգչուհի Սյուզան Մարգարյանի վերաբերյալ։ Բայց պետք է նշենք, որ մինչև Կոնստանտին Օրբելյանին հանդիպելը եւ նրա հրավերը ստանալը Սյուզան Մարգարյանը արդեն երգում էր Սերպանտին վոկալ անսամբլում եւ իր պաշտոնական, այսպես ասած, բեմելը համարում է 1978 թվականի մայիսի 24-ը։ Տիկին Սյուզան, քանի որ դուք այն եզակի կանանցից եք, ովքեր չեն թաքցնում իրենց տարիքը եւ չեն վախենում իրենց տարիքից, 78 թվականից այս կողմ արդեն գրեթե 5 տասնյակ տարի է անցել, 47 տարի տիկին Սյուզան, եւ ինչն է հետաքրքիր եւ ինչի մասին ես ուզում եմ խոսել, այս գրեթե 5 տասնյակ տարիների ընթացքում Սյուզան Մարգարյանը 3 շատ կարեւոր բան պահեց եւ կրեց իր մեջ՝ գեղեցկությունը, տաղանդը եւ համեստությունը։ Եվ ես ուզում եմ հիմա մի քիչ այսպես ենթահարցերով բացել փակագծերը։ Տիկին Սյուզան, գիտեք, գեղեցկությունը, այո, արտաքին գեղեցկությունը դա աստվածատուր շնորհ է, որ մարդը երևի թե պետք է շնորհակալ լինի Աստծուն եւ ծնողներին։ Բայց ներքին գեղեցկությունը դա մի այլ հարց է, որը մարդը կամ ունենում է կամ չի ունենում եւ հետո կարողանում է կրել հատկապես կինը իր մեջ տարիների ընթացքում եւ եթե կարողանում է կրել, ես համենայն դեպս համոզվել եմ, որ
արտաքին գեղեցկությունը այդ դեպքում չի մարում։ Որն է Սյուզան Մարգարյանի ներքին գեղեցկության գաղտնիքը, որ այս 5 տասնյակ տարիների ընթացքում ոչ միայն հայ հանդիսատեսը, այլ բոլորը վկա են լինում։ Ինձ համար իսկապես արտաքին գծերը երբեք որևէ բան չեն նշանակել։ Շատ հաճախ եղել է, երբ հիանում ես արտաքնով եւ 2 րոպե անց արդեն տպավորությունը այլ է լինում, կարծես դատարկվում է տպավորությունդ։ Ես միշտ կողմ եմ եղել հարուստ ներաշխար ունեցող մարդկանց եւ սիրել եմ իրենց հետ շփվել։ Ինքս փորձել եմ իմ կյանքում լինել այնպիսին, որ չառաջացնեմ որևէ նեգատիվ զգացողություն, դպրոցից, նույնիսկ մանկապարտեզից սկսած, ես միշտ հիշում եմ, որ սիրված եմ եղել, միշտ, թե դա վերաբերում էր նրան, որ ես ակտիվ էի, երգում, պարում էի, արտասանում էի, շատ այսպես ակտիվ երեխա եմ եղել, դպրոցում նույնիսկ պլակատներն իմ ձեռագրով գրվում, այսպես դասղիկս ինձ շատ էր սիրում, դասատուներն էլ, բոլորն էլ ուսուցիչները ուրիշ կերպ են վերաբերվել ինձ, ես դա միշտ զգացել եմ։ Միևնույն ժամանակ ուր մեկնում էի, հանգստի կամ ճամբարներ եւ այլն, միշտ եղել եմ ակտիվ եւ միշտ ունեցել եմ այդ վերաբերմունքը ստացել եմ, դրա մասին չեմ մտածել, բայց տարիներ անց, երբ հայացք եմ նետում, հասկանում եմ, որ երևի թե փորձել եմ ու երևի աշխարհում չգտնվի մեկ մարդ, որ ինձնից որևէ ոչ դրական, բացասական վերաբերմունք է ստացել եւ որևէ մեկը չի կարող ասել ես իրեն վատություն արած լինեմ երբևէ։ Ես միշտ ապրել եմ իմ ընտանիքով, իմ ստեղծածով, դա ինձ համար ամենամեծ սահմանն է, դա ինձ համար իմ հանգստի վայրն է, դա ինձ համար իմ աշխատանքի վայրն է, մթնոլորտ եմ փորձել ստեղծել, որ կարողանանք բոլոր տեսակի դժվարությունների միջով անցնենք այնպես, որ հետո հպարտ կեցվածք ունենանք։ Երբ ես գնում եմ աշխատանքի կամ որ ես բավարարված եմ եղել միշտ, իսկ դա ինձ տվել է ընտանեկան մթնոլորտը։ Դրա համար ես չեմ եղել երբեք ներվային, չեմ եղել ջղային, այդ ներքինը երևի թե գալիս է այն ստեղծած մարդու, հատկապես կնոջ ստեղծած հանգստություններից իր շուրջ, որը ստեղծում է այդ տպավորությունը եւ այդ իրավիճակը, ոչ միայն տպավորությունը, որ դու հանգիստ մարդ ես, որ դու երբեք որևէ մեկի վատը չես ցանկանա, արդար ես եւ այլն, այսպես։ Մի քիչ էլ ասեմ, կստացվի շատ իմ մասին դրական եմ խոսում, գլուխ գովանություն չեմ սիրում։ Տիկին Սյուզան, ձեր մասին մի հաղորդում էի դիտում եւ այնտեղ երգչուհի Գայանե Հովհաննիսյանը մի այսպիսի միտք արտահայտեց, ասեց, երբ որ ինքը նոր եկավ մեզ մոտ, շատ երիտասարդ էր, ակնհայտ էր, որ տաղանդավոր է, բայց ասեց այն ժամանակվանից էլ գիտեր ամեն երգ չէր երգում Սյուզանը։ Ու ինձ այնքան դուր եկավ այդ արտահայտությունը եւ տպավորվեց, հիմա տեսեք ինչ համեմատական եմ ուզում անցկացնեմ, տաղանդավոր մարդիկ էլի շատ կան մեզանում, հանդիպում են, բայց մեծամասնությունը իրենց տաղանդն էլ չեն կարողանում ճիշտ օգտագործել, որ տարիների ընթացքում ճիշտ չափաբաժնով մատուցեն հանրությանը, այսինքն դու տեսնում ես տաղանդավոր մարդ, որին ընդունեցին, 2 անգամ շատ ծափահարեցին, մեկ էլ ինքը սկսում է արդեն երգել ամեն ինչ կամ խաղալ ամեն տեսակի դեր, մեկ էլ հասկանում ես եկավ մի պահ, դու արդեն հոգնում ես այդ ամեն ինչից, այդ տաղանդից էլ ես հոգնում, մեկ էլ հասկանում ես, որ այդ տաղանդը սպառվեց, շատ շուտ սպառվեց, վերացավ, ինքը արդեն սկսում է հետաքրքիր չլինել։ Հիմա ես ձեզ ազնվորեն եմ ասում, ոչ թե հաճոյախոսություն եմ անում, այլ նաև այս տարիների ընթացքում Սյուզան Մարգարյանը
իր տաղանդը, այո, տենց ուղակի չվատնեց։ Հիմա ինչ է, իսկապես ինչպես ասել է ձեր գործընկերուհին, չերքեց ամեն բան, թե այդ ներքին արժե համակարգն է, այդ ռուսերեն ասած այդ բլագարոդստվը բառը ունենք մարդ ի վերջո, եւ ո՞րն է դրա գաղտնիքը։ Ես կարծում եմ, որ այսօր շատ երիտասարդ մարդիկ, որոնք նոր են սկսում իրենց ուղին, դա ճիշտ կլինի նաեւ խորհրդի տեսքով էլ լսեն, էլի ձեզանից։ Նախ անչափ շնորհակալ եմ լավ խոսքերի համար, դառնալ հնարավոր է, այսինքն այսօրվա իրավիճակում շատ ավելի հնարավոր է ինտերնետային եւ այլն հնարավորությունների դեպքում, բայց պահպանելն է շատ դժվար։ Պահպանելը դա ամենամեծ աշխատանքն է մեր մասնագիտության մեջ։ Դա աշխատանք է։ Այո, ամեն երգի ընտրություն պետք է շատ մանրակրկիտ կատարես։ Ես երբեք չեմ երգել երգ, որտեղ ասելիք չեմ ունեցել։ Պիտի ինձ հուզի այդ երգը, որ ես հասկանամ այն կարող եմ վերարտադրել, ես կարող եմ այն մատուցել բավարար չափով, որ կարողանամ հանդիսատեսին տեղ հասցնել։ Աշխատել եմ մեր անվանի գրեթե բոլոր կոմպոզիտորների հետ, երգահանների հետ։ Լինում էին երգեր, որ իմը չէին լինում, որքան էլ իրենք ցանկանում էին, որ կատարի, չէի կատարում։ Եվ ի վերջո ճիշտ էի դուրս գալիս, որոնք որ ընտրում էի կատարելու համար, հասկանում էի, որ հաջողություն ունեցան ու երևի ճիշտ էր այդ քայլը։ Շատ կարևոր է, որ եթերը, հանդիսատեսի ականջները չլցնես ուղղակի աղբով, բայց հասկանում եմ ժամանակները շատ են փոխվել, շատ են փոխվել, նույնիսկ կատարողականության վարպետության հետ կապված փոփոխությունները այն աստիճանի են, որ շատ խորթ են, բայց միևնույն ժամանակ ես տարատեսակ երաժշտություն կարող եմ լսել, ինձ համար ռեփն էլ է ընդունելի, ինձ համար բոլոր տեսակի հիփ-հոփն էլ է ընդունելի եւ եթե մենք գանք հայկական երգարվեստին, ինձ համար շատ եմ կարևորում խոսքը, բացի մեղեդայնությունը, իդեպ ասեմ մեղեդայնությունը շատ զիջել է շատ, մենք առաջ լսում էինք մեղեդային երգեր շատ, իսկ հիմա մեղեդայնությունը շատ է զիջել, դա էլ մի կողմ, խոսքն էլ պետք է, չգիտեմ, մենք միգուցե շատ էինք խորանում եւ ամեն շեշտը, ինչպես է չէ հայերենում վերջին վանկի ձայնավորի վրա շեշտը պետք է լինի, երաժշտության մեջ էլ դա պետք է լինի, երգի մեջ էլ դա պետք է լինի, դա գրագիտություն է, դա հաճելի է շոյում է ականջը, շատ բաներ են խախտվել, միևնույն ժամանակ ասեմ, չեմ կարող այսպես կտրականապես մերժել, չէ, շատերի լսում եմ երիտասարդ երգիչների, շատերին եմ հավանում, ունենք այսօր լավ ձայներ ունենք շատ, ուզում եմ այդպես ընտրությունը ճիշտ կատարեն, ճիշտ ներկայանան, ճիշտ մատուցեն, դա իրենց համար է լավ առաջին հերթին եւ իհարկե անշուշտ հանդիսատեսի ու սերունդների։ Կյանքն իմ քոշնչով լցրել ես, իմ քաղցրիկ իմ լավ բալիկ, ու ժպտում է ողջ աշխարհն ինձ, աչքերով քո սիրունիկ, դու իմ լույսն ես աշխարհում այս, ու շողը իմ խնդության, դու բախտի իմ թանկ նվերն ես, ու սիրուս վկան, դու շողամ իշտ օրերիս մեջ, ժպիտով քո անուշիկ, դու չքնավ ու նուրբ ծաղիկին, իմ արև փոքրիկ, իմ արև փոքրիկ։ Կին Սյուզան, եւ երևի մեր օրերում ամենակարևորը, ինչպես կարող է կինը լինել եւ գեղեցիկ, եւ տաղանդավոր,
եւ սիրված կին լինի, ընդհանրապես այնպես ասում են, որ Աստված լավ աչքով է նայել եւ չի խնայել, տվել է ամեն ինչ, եթե այսպես ձևակերպեմ։ Եվ այդքան ներքին համեստություն ունենա։ Ի վերջո այդ բառը շատ օգտագործում ենք պատե անպատե առիթով։ Մեկ-մեկ ասում ենք այսինչ համեստ մարդ էր, այսինչ դարձավ, կամ չգիտեմ, սա ի վերջո ինչ հատկություն է մարդու մեջ, ի ծնե է տրվում, դաստիարակության շնորհիվ է, եւ ինչու է մեզ այսօր դա այդքան պակասում, Տիկին Սյուզան, կանանց պարագայում հատկապես էլի պետք է հենց տոնորե չնեղանան, բայց մի փոքր հաջողությունների դեպքում այդ գոռոզանալը, մեծամտությունը, կենցաղային ուղակի կուլտուրա չունենալը մարդկանց հետ կենցաղում շփվելու։ Այսօր շատ լուրջ խնդիր է դարձել, էլի, եւ ինչպես է կարողանում Սյուզան Մարգարյանը բոլորին ժպտալ, ներողություն խնդրել ամեն ինչի համար, շնորհակալություն ասել շատ գեղեցիկ եւ ինչպես է դա ի վերջո դաստիարակություն է, տեսակ է, ինչ է, Տիկին Սյուզան։ Ну դասյարակությունը իհարկե անշուշտ առաջին տեղում է, բայց նաև այսպես ինչ որ ներքին բան կա եւ գիտակցության հետ է կապված նաև։ Այս մասին ցավով եմ խոսելու, եթե նկատել եք կանանց շրջանում էլ նույնիսկ շատացել է հայոյանքը։ Դրանք իրավիճակներ են, որ երևույթներ են, որ բացատրություն այնքան դժվար է գտնելը, չեմ կարող ընդունել, ուղղակի չեմ կարող ընդունել։ Եվ ինչի համար մենք փոխենք այն գեղեցիկ կերպարը, ինչ որ հարիր է կնոջը, հատուկ է կնոջը, եւ ձեռք բերենք վայրենի ինչ որ տարօրինակ հատկություններ, դա արդյոք բարձր է գնահատվում տղամարդկանց կողմից կամ շրջապատի կողմից։ Այս փաստը արկա է այսօր եւ մեր այսօրվա իրականության մեջ ցավոք բացասական ակնհայտ պակասում է շատ հաճախ դուք նույնիսկ ընտանիքում փոխհարաբերությունների մասին ասում եք ինչպես բոլոր ընտանիքներում նորմալ մեր ընտանիքում էլ լինում են վեճեր, բայց դուք ընտանիքի այդ պահպանման մոդելը միշտ ասում եք ներողամտությունը, հանդուրժողականությունը եւ ինչպես խոսքի սկզբում ասեցիք, ընտանիքի հանգստությունը կինը բերում է նաեւ արտաքին աշխարհ։ Հիմա ստացվում է, որ այդ համեստություն, ներողամտություն եւ հանդուրժողականություն, այսինքն մենք այսօր դրա լուրջ բացակայությունը ունենք։ Սկսվում է փաստորեն ընտանիքից, արտաքին աշխարհում էլ դա արտահայտվում է։ Անպայման։ Դա շղթայական է։ Իհարկե, չկա նման ընտանիք, որտեղ վեճեր չլինեն։ Ես միշտ ասում եմ, եթե մեր ընտանիքում, ուրեմն ամենուր, որովհետև որքան էլ հասնենք ինչ որ վիճակի, որ թվում է թե ծայրահեղ լարված վիճակ է, բայց միևնույնն է, կարողանում ենք ելքեր գտնել, կարողանում ենք գնահատել, որ կյանքը մեկ անգամ է տրված եւ իրականում զգացմունք կա, դու պետք է փայփայես, պետք է ամենակարևորը հարգանքը չկորցնել միմյանց հանդեպ։ Հարգանքը երևի թե ամեն ինչի առաջին տեղում կարելի է դնել հարաբերությունների եւ ոչ միայն ընտանեկան, ընդհանրապես։ Օրինակ ես ինձ միշտ համարել եմ մարդասեր, միշտ հասկացել եմ, որ կարող եմ այստեղ ներողամիտ լինել, ինչու չլինեմ։ Եվ այդ մարդասիրությունը ինձ օգնել է շատ, որովհետև եթե եղել են նույնիսկ այնպիսի իրավիճակներ, որ ինձ դա չի գնահատվել, բայց միևնույն է իրենք վերադարձել են դրան, որ ես մեծ քայլ արեցի։ Այո։ Սա ոչ միայն կանացիության հարց է, սա մարդկային հարց է։ Եթե կինը այսօր հայոյում է, հանդուրժում է տղամարդը։ Սա հանդուրժելու չի։ Եթե չհանդուրժի, կինը կհավաքվի։ Ամեն դեպքում շատ ցանկալի է, որ ամեն մեկն իր տեղում լինի, տղամարդն իր տեղում, իր դերում, կինը իր սահմանների մեջ, եթե մեկ վայրկյան լռություն պահպանվի, առաջին հարցակումը չլինի, այդ լռությունը ես շատ եմ միշտ կարևորել, առաջին քայլը կարող է քեզ սխալի տանել, բայց այդ մեկ վայրկյան լռությունը ինչ որտեղ այո մեծ դեր է խաղում։ Սերո Խանզադյանը ասում է լռություն կա 1000 խոսք արժե։ Այո, միանշանակ։
Տիկին Սուզան, ձեր կարիերայի սկզբի մասին խոսելիս դուք ասել եք, որ հենց ես սկսեցի երգել, մայրս թողեց երգարվեստը, ձեր մայրն էլ երգչուհի եղել եւ ասում եք, ասեց, ես իմ ասելիքը արդեն ասել եմ։ Հայրիկի պարագայում մի այսպիսի հետաքրքիր բան եք ասել, որ սկսում էի այն ժամանակները երգել, երբ այդ մասնագիտությունը չէր խրախուսվում հայրերի, եղբայրների, ամուսինների կողմից, բայց հայրս ի հեճուկս այդ ամենի ինձ օգնեց եւ ամեն ինչ արեց, որ ես կայանամ որպես երգչուհի։ Բայց եթե ազնիվ լինենք, այդ կարծրատիպերը այնպես չի, էլի, որ մեր ժողովրդի մոտ հիմա կորել է եւ հայրերը, եղբայրները կամ ամուսինները բոլորը շատ ոգևորված ընդունում են այդ անհամեմատելի է։ Հիմա ինչն է հետաքրքիր, ձեր դստեր Սիրուշոյի պարագայում ինչպես այս դեպքում վարվեցին ծնողները, Սուզան Մարգարյանը մնաց բեմում եւ երևի թե բեմում լինելով այս դեպքում օգնեց նաեւ աղջկան, չէ՞, այդ իր առաջընթացի համար։ Հայրը եւ ամուսինը նույնպես իրենց պահեցին այնպես, ինչպես ժամանակին ձեր հայրը եւ ձեր ամուսինը հետագայում։ Այս թեմայի շուրջ մի քանի օր առաջ Սիրուշոյի հետ զրուցում էինք եւ ինքը ասաց, որ մամա դու ախր կարող էիր ավելին անել, ինչի չես անում, ինքը ինձ անդադ դրթում է, որ անեմ, դե իհարկե վերջին տարիներին հազար ու մի հարցեր եւ որ սիրտը չի ուզում ոչ խոսել, ոչ երգել եւ այլն, ու ես իրեն ասացի, որ գիտես, ես հագենում եմ քեզնով։ Ես հագենում եմ, երևի թե պատմությունը կրկնվեց թեկուզ մամայիս դեպքում, ես ասեցի նույնիսկ ես բավականին երկար դիմացա, մայրս շատ շուտ թողեց, ես բավական երկար աշխատեցի, ինչի ես այդպես ասում։ Ասեց, չէ, ես համարում եմ, որ դու ավելին կարող էիր ու չարեցիր, երգչուհիները երգերի համար են պայքարում, ինչ որ քայլեր են անում, դու երբեք չեմ նկատել, որ նման բան անես։ Ասի երբևէ իմ մեջ չի եղել դա։ Երբևէ եթե լսել եմ ինչ որ երգ, ես չեմ մտածել, որ այ ես ավելի լավ կերգեի, չէ, դա իրենն է, հեղինակը տվել է տվյալ երգչուհուն, նույնիսկ եղել են դեպքեր, որ ում որ առաջարկել են երգը ձայնագրել է, հետո ինձ են խնդրել, որ երգեմ, ես միանշանակ հրաժարվել եմ, չեմ ունեցել այդ պայքարը, ես ինձ համար ստեղծել եմ, եթե կարողացել եմ, արել եմ, չեմ կարողացել, չեմ արել, բայց մի քիչ հասկանում եմ մեր ոլորտի համար այդ պայքարի պահ գոյություն ունի, թեկուզ մրցակցության առումով, թեկուզ, բայց չեմ ունեցել երբեք, ինչ ասեմ։ Ու ես Սիրուշոյին ասացի, որ իսկապես այնքան եմ, դու որ երգում ես, ես այնքան եմ հագենում, ես քո գործունեությամբ այնքան եմ ուրախանում ու հագենում։ Ինձ թվում է բոլոր բեմերը իմն են եւ ես առավոտից իրիկուն երգում եմ։ Իսկ հայրը եւ ամուսինը նույն ձևով վերաբերվեցին, ինչպես ձեր ամուսինը եւ ձեր հայրը ձեզ կարիերայի ընթացքում։ Ընդունելի է իրենց կողմից, թե հայկական կարծրատիպեր կան։ Չէ, երբեք չեմ զգացել ոչ ծնողներիս կողմից այդ կարծրատիպերը եւ առավել եւս ոչ ամուսնուս կողմից, ընդհակառակը կար շրջան, երբ ես Սիրուշոն ծնվել էր, ես ընդհանրապես չէի ուզում մտածել այդ մասին, երգելու մասին, բայց եթե ամուսինս չստիպեր, ես նորից կարող է բեմ դուրս չգայի կամ շատ ուշ դուրս կգայի։ Իսկ ես բավական արագ վերականգնվեցի ու վերադարձա բեմ։ Ծնողներիս դեպքում եղել է հենց այդպես, իրենք ամեն ինչ արել են, հորս երազանքներ, դա ուղղակի իր երազանքներ։ Ինձ ասում էր, ուզում ես դերասանուհի դարձի, ուզում ես, չգիտեմ, երգչուհի դարձի, ինչ ուզում ես, բայց բեմ բարձրացիր։ Շատ էր ուզում այդպես, եւ ամեն ինչ արեցին, եւ երբ իմ ձեռքը բռնած իրենք 16 տարեկան էի տարան Սերպանտին Աքսել Բակունցի մոտ, մեր վոկալ գործիքային անսամբլի ղեկավարի, իմ շատ սիրելի Աքսել Բակունցի մոտ, այնտեղ կային մարդիկ, ովքեր զարմացած էին, որ ծնողներն են բերել։ Չկար նման բան, հիմա շատ ավելի ազատ ու լիբերալ է դարձել, չէ, այն ժամանակ այդպես չէր, խստություններ կային, ինչ որ վատ վերաբերմունք կար, բայց իմ հայրս
շատ խրախուսել եմ։ Այսինքն դուք կարծում եք, որ ձեր դուստրը ավելի հեշտ ժամանակներում երգչուհի դարձավ եւ տղամարդկանց վերաբերմունքը այդ հարցերին փոխված է։ Ոչ միայն ժամանակների հեշտության առումով, այլ մենք բեմի մարդ էինք եւ սխալ կլիներ իրեն հետ պահել եւ ինչու համար հետ պահես, եթե երեխան բացարձակ տվյալներով է, ես համարում եմ, որ պետք է շարունակի եւ չեմ էլ ընդունում, որ ասում են պետք չի մեր մասնագիտությունը ընտրի, դա դժվար է, սեն է, չէ, Սիրուշուն դեռ վաղ տարիքում ինքը փորձում էր անդադ ինքնուրույնանալ, այսպես փոկվել մեզնից, անընդհատ վերագրում էին, դե հայ ծնողների աղջիկն է, դրա համար էլ հաջողություն է ունենում, չէ, այդպես չէր, ինքը իրենով ապացուցեց, ինքը իրենով մինչ օրս է ապացուցում, 30 տարի բեմում է, կատակ չի, 30 տարի, եւ արդեն, ինչ ասեմ, նույնիսկ 31, 7 տարեկանից է բեմում, ինքը 31 տարի արդեն բեմում է։ Եվ միշտ ասում եմ, պահպանելը շատ դժվար է, կարողանալ անընդհատ գրավել հանդիսատեսին, անընդհատ ինչ-որ բանով հուզել, պահպանելը շատ դժվար է։ Տիկին Սուզան, տաղանդավոր մարդկանց դեպքում ոչ միայն հանդիսատեսին գրավել եւ պահպանել, այլ նաեւ ընտանիք պահպանելն է շատ դժվար։ Ձեզ բազմիցս այս հարցը տարբեր ձևերով ուղղել են, ես գիտեմ, բայց ի վերջո, իսկապես, բացի նրանից, որ հարգանք, սեր, հանդուրժողականություն, գիտեք, ես հիմա հիշում եմ, մենք մի դասախոս ունեինք, մի անգամ ներկայացնում էր մեզ նստած էինք դասին պոետներ Գումիլովի եւ Աննա Ախմատովայի կյանքը եւ ասեց, որ ամուսնացան, զավակ ունեցան բան ու մեկ էլ ասեց, «Но потом этот брак распался»։ Ու ուսանողներից мեկը հարցրեց, իսկ ինչու, ասեց, գիտեք, որ ձեզ կարճ պատասխանեմ, тот писал, это писала, а в этом доме кто-то должен был стирать носки։ Եվ հետո արդեն երբ որ ավելի բացեց, ասեց, հասկանում եք, տաղանդավոր մարդկանց դեպքում միգուցե ոչ թե սերն է պակասում, ոչ թե հարգանքն է քչանում, այլ կենցաղը իրենը անում է ինչ որտեղ, երբ որ դժվար է, որ մարդիկ, որոնք բեմի մարդիկ են կամ պոեզիայի, արվեստի մարդիկ են, այսինքն մոտ են բնագավառները եւ երկուսն էլ կայացած են, երկուսն էլ առաջընթացի խնդիր ունեն, այդ կենցաղը սկսում է մարդկանց ուտել եւ վերում է ինչ-որ վատ բաների։ Հիմա ձեր ընտանիքի պարագայում եղավ 3 հոգի, 3 աստղ մի ընտանիքում, հա, 3 ճանաչված մարդ, ի վերջո այդ կենցաղը ինչպես հաջողվեց եւ ինչպես չքայքայեց այդ կենցաղը ինչ-որ բաներ։ Գիտեք, նման իրավիճակներում անպայման պետք է ինչ-որ բան մի քիչ զիջի։ Օրինակ, ես երբեք չէի կարող տանից դուրս գալ, գնալ համերգի, բայց տունը թողնեի ինձնից հետո թափթփված կամ տանը ուտելիք չլիներ։ Երբևէ չի եղել նման բան։ Ես դա արել եմ իմ քնի հաշվին։ Այ զիջում է միգուցե դա, բայց ես քանի որ հասկացել եմ, որ դա իմ անելիքն է, ուրիշ ոչ ոք չպետք է անի, եւ ես դա փորձել եմ երիտասարդ էի ուժստեղը կարողանում էի անել։ Շատ հաճախ ինձ նույնիսկ այսօրս էր ասում դու հոգնել չգիտես, ինչ նշանակում հոգնել չունես դու։ Հոգնում էի անշուշտ, բայց հասկանում էի, որ դա ես պետք է անեմ ու չեմ ուզում, որ այդ դրա պատճառով ինչ որ հանկարծ խնդիր առաջանա։ Նաև պետք է ասեմ, որ ամուսինս շատ հասկացել է ինձ այդ հարցում, անգամ երբ ես այսպես ժամանակի առումով պատրվելով նույնիսկ կներեք այդ բառի համար, ուզում եմ հասցնել այսպես ամեն ինչը տեղին, ինքը նախատում է ինձ եւ ասում է, «Էս մի բանը կարող է մնալ, ես եմ տանը տեսնողը, ես դա ընդունում եմ, նորմալ է, հանգիստ է»։ Այդ խոսքերը ուժ են տալիս, անպայման ուժ են տալիս եւ ես ուզում եի ավելի անել։ Բոլոր տեսակի դժվարություններ տեսել ենք, բոլոր տեսակի, բայց այդ ամեն ինչում այդ փոխադարձ հարգանքը, փոխադարձ կարևորությունը մեկը մյուսի, առանց դրա հնարավոր չէ։
Տիկին Սյուզան, քանի որ այսօր մեկնարկել է նաև կանանց միամսյակը եւ հետո արխիվում նաև մայրության տոնն է, ինչ է ինձ հետաքրքրում, ինչ խորհուրդներ Սյուզան Մարգարյանը տվեց իր աղջկան Սիրուշոյին ամուսնանալուց առաջ, այ եթե օրինակ 3 խորհուրդ փորձեք առանձնացնել, որ տվեցիք որպես մայր դստերը, ինչը կօգնի ամուր պահել ընտանիքը, եւ արդյոք այդ խորհուրդները այնպիսին են, որ կուզեիք հետագայում Սիրուշոն ձեր թորնուհուն Զաբելին, որ գիտեմ շատ մեծ բան է փոխել ձեր կյանքում, այնպիսին են այդ խորհուրդները, որ հետագայում կուզեք, որ Սիրուշոն որպես մայր փոխանցի իր դստերը։ Սիրուշուն փոքրուց սովոր է եղել, որ եթե մենք ասում ենք, այս ինչ բանը ցանկալի չի որ անես, պետք է բացատրես ինչու։ Ինչու։ Այդ դեպքում կհասնես հաջողության։ Եվ ինքը կանի այնպես ինչպես դու դա ասում ես, ընկալում է, պետք է բացատրես։ Եվ ինքը սովոր է դրան։ Ես չգիտեմ ինչ խորհուրդներ եմ տվել, բայց ես այսօր ուզում եմ ասել, այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից։ Դուք չեք պատկերացնի այդ ներդաշնակությունը եւ խոհեմությունը, ինչ տիրում է իրենց ընտանիքում, երեխաների հետ վերաբերմունքը, զրույցները, այնքան լավ մակարդակի վրա է, այնքան մարդկային, այնքան եւ Սիրուշոն եւ Լևոնը իրենց ստեղծած տաքուկ անկյունում, որ մտնում ես իրենց տուն հաճույք է ստանում ամեն վարքյան։ Իրենք այնքան կարևորում են ժամանակը, այնքան գնահատում են ձեռք բերվածը եւ դրան այնքան խոհեմ են մոտենում այդ ամենին։ Երբ ես իրենց հարաբերությունները տեսնում, զգում եմ, ասում եմ, որտեղից ձեզ այդքան խոհեմություն, որտեղից իրենցով եմ երջանկանում, անկեղծ պիտի ասեմ, Լուիզա ջան, եթե ժպիտ է գալիս դեմքից, գալիս է երեխաների նայելով, իրենց հետ շփվելով, հիմա արդեն Զաբելի բլբլոցով եւ այդ տրամաբանական իր տարիքից մեծ բառապաշարով, ես չգիտեմ, խենթանում եմ ուղղակի խենթանում։ Տիկին Սյուզան, դուք կարծրատիպեր ունեք։ Կարծրատիպեր ավելի կասեի սկզբունքներ։ Դրանք շատ վաղ տարիքից, միգուցե ձեռք բերված ավելի հասուն տարիքում սկզբունքներ են, որոնք ես երբեք չեմ կարող փոխել։ Իսկ կարծրատիպեր, ես կարծում եմ կյանքում որևէ կարծրատիպ մարդը կարող է փոխել միայն ընտանիքի բարօրության դեպքում, միայն հայրենիքի նվիրվածության դեպքում, այսինքն հանուն ընտանիքի, հանուն, այս հանունը ցավոք սրտի փոքրացել է մեզնում, դա հսկա զգացողություն է, կարևորություն է, եւ այդ հանունը մենք պիտի շատ խորը պահենք, անհնար է, որ ես հայրենիքիս մի մետրի համար ցավ չզգամ, անհնար է։ Եվ այսօրվա իմ ներքին ցավը, պիտի անկեղծ ասեմ, հարցազրույցների չեմ գնում, Լուիզա ջան, ձեզ չէի կարող մերժել, այսպես ասած, սիրտս ցավում է այնքան, որ սիրտ չունեմ խոսելու, սիրտ չունեմ ուղղակի այս կորուստներից հետո հանգիստ լինելու։ Եվ եթե նկատեցիք, այդպես ստացվեց, բայց այդպես էլ պետք է լիներ։ Մեր խոսակցության հիմնական իմաստը ընտանիքին վերաբերող եղավ, որովհետև այսօր ես այդտեղ եմ հանգստանում, մնացած հարցերում, ահա որ անհանգիստ եմ։ Եվ կինը ընտանիքի առանցքն է ի վերջո, այո, եւ պահպանողը։ Ես երբևէ չեմ բարձրաձայնել, այսպես վսեմ խոսքեր չեմ ասել, ամեն ինչ իմ ներսում է եղել, բայց պետք է կարողանանք այդ հայրենիքը պահել, որ հայրենիքում ունենանք մեր ստեղծած ընտանիքը, որը պիտի փայփայենք, մենք ի վերջո զավակներ են մեծանում մեր այս երկրում, մենք պետք է կարողանանք իրենց ապագայի մասին լուսավոր մտածել, պարզ մտածել, բայց մենք ցավոք այսօր զրկված ենք դրանից։ Դա շատ է ինձ ցավեցնում, դա շատ է լեզուս փակում,
կներեք անկեղծության համար։ Ինչ եք ասում, միայն շնորհակալ ենք։ Այ դուք մասամբ արդեն իմ վերջին երկու հարցին, ես վերջում երկու հարց ունեմ, որ ուղղում եմ բացառապես իմ բոլոր հյուրերին, դուք հիմա ինչ-որ չափով նաև պատասխանեցիք, բայց պիտի ուղղեմ այդ հարցերը։ Սյուզան Մարգարյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր հայրենիքում։ Ինձ համար ընտանիք, հայրենիք այս զգացողությունները առաջին տեղում են եւ այլ կերպ չի կարող լինել։ Եվ հայրենիքը ձեզ համար Երակներ միգուցե արյան երակներ այնքան երկար պատասխան ունեմ սրա, բայց հասկանում եմ, չգիտեմ, շատ ներսս է հայրենիքը, մենք չենք կարող, պարզապես չենք կարող մակերեսորեն վերաբերվել, չենք կարող, մենք այս հայրենիքը ստեղծելու համար հսկա պատմություն ենք անցել, մենք չենք կարող ոտնակոխել այդ ամենը, ես կայուն եմ իմ հողի վրա ու պիտի այդպես էլ լինեմ, այս է իմ հայրենիքը, ով ուզում է ինչպես ուզում է խանգարի, ես պետք է լինեմ այս հողի վրա։ Տիկին Սյուզան, ըստ հաղորդման ձևաչափի վերջում դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք այսպիսի ձևաչափ ենք ստեղծել մեր այս տաղավարում։ Հաղորդում վարելը բավական մեծ պատասխանատվություն է եւ հաղորդավարը շփվելով տարատեսակ մարդկանց հետ պետք է կարողանա գտնել հիմնական են առանցքը, հիմնական մոտեցման ձևը, որ եւ հաղորդաշարի համար լինի դա հետաքրքիր եւ անշուշտ ջերմություն պահպանվի եւ նույնն էլ հաղորդվի հեռուստադիտողին։ Դուք Լուիզա ջան, անչափ կարողանում եք նույնիսկ ոչ միայն ձեր ժպիտի մասին եմ ուզում ասել, ոչ միայն ժպիտ է, այլ նույնիսկ այսպես հաճելի ծիծաղի հասնող լավ տրամադրություն եք հաղորդում։ Կարողանում եք ներթափանցել, կարողանում եք խոսեցնել։ Ու ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ եւ ձեզ անչափ շնորհակալ եմ։ Եթե հարցս ուղեմ, ինչպես եք կարողանում այդ անել։ Այս մեր պայմաններում շատ դժվարությունների մասին խոսեցինք, բայց դուք միշտ կարողանում եք լավ տրամադրություն հաղորդել հեռուստադիտողին։ Տիկին Սյուզան, նախ շատ շնորհակալ եմ նման ջերմ խոսքերի համար, ձեզանից պրոֆեսիոնալից այս լսելը իսկապես մեծ պատիվ է ինձ համար։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ մեզանից ոչ ոք հիմա բարձր տրամադրությամբ չի ապրում, բայց գիտեք, ես ամեն առավոտ արթնանում եմ այն մտքով, որ մենք պիտի ապրենք։ Իսկ ապրելու համար պետք է ժպտանք, պետք է սիրենք, սիրվենք, ջերմացնենք, հատկապես երբ որ գարունը եկել է, չմոռանանք, որ մենք կին ենք, որ մեր ընտանիքները, մեր կողակիցները, կողքի տղամարդիկ եւ զավակները մեզ են սպասում եւ այդ ժպիտը պարգևենք, մի փոքր բան էլ հիմա իմ մանկությունից հիշեցի, հայրս մեկ-մեկ որ խորհուրդ էր տալիս, որ մեծանաք, ամուսնանաք, ինչպիսիք է ասում էր, երբ որ առավոտյան արթնանում եք, ժպտացեք ձեր ամուսնուն, դա արդեն շատ բան կփոխի կյանքում։ Հիմա փորձենք ժպտալ, Տիկին Սյուզան, եւ հավատանք, որ գալու են լավ ժամանակները։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է այսօր։ Ձեր պարագայում դուք այնքան հետաքրքիր ու արդեն այսօր կարող ենք ասել երկար կյանք եք ապրել հենց այս հայրենիքում, տեսել եք այս երկրի են լավ ժամանակները, լուսավոր ժամանակները, երբ որ երգը իսկապես ամեն մարդու ներսում էր հնչում։ Ցավոք այսօր ոչ միայն իրենք երգիչները, այլ սովորական մարդու ներսում էլ այդ երգը չի հնչում, բայց ես ձեզ ուզում եմ մաղթել, որ այդ երգն էլ հնչի։ Տիկին Սյուզան ջան, դուք գեղեցիկ եք, դուք տաղանդավոր եք, իսկ տաղանդավոր մարդկանց ամեն տարիքում Աստված մի նոր հետաքրքրություններ է բերում, մի նոր տեսակի շնորհ է տալիս, որը միշտ պետք է զարմացնի։ Իսկ մենք միշտ ձեզ սպասելու ենք։ Դուք հավերժ, սիրված եւ սպասված եք։ Շատ շնորհակալ եմ այս զրույցի համար։ Անչափ շնորհակալ եմ, սիրելի Լուիզա։ Այսպիսին էր Սյուզան Մարգարյանը առանց կարծրատիպերի։ Տիկին Մարգարյանը կարծում է, որ հանուն հայրենիքի եւ հանուն ընտանիքի կարելի է կոտրել ամեն տեսակի կարծրատիպեր։
այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։